Մտել ենք։ Օ, մենք արդեն ես կներեք ստորագրում եմ։ Այսօր այնքան զբաղված եմ, Արմեն, չես պատկերացնի ինչքան փաստաթուղթ եմ ստորագրել։ Ինչպես տեսնում եք, մեզ հետ է արդեն Արմենը, մեր վերլուծաբանը, պարոն Չիբուխյան, բարի երեկո։ Բարի երեկո։ Դե երկու թեմա ունենք խոսելու G7-ից եւ Իրան, Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա եւ իհարկե Հայաստանյան ընտրություններից, սկսենք G7-ից հետո գանք Հայաստան։ Ոնց հարմար է։ Դե սկսենք այդտեղից ուրեմն։ G7-ից սկսենք։ Ես այո, ինձ տպավորվեց, որ վերջում ամբողջ այդ յոթնյակը հայտարարեց Ուկրաինային օգնությունը ուժեղացնելուն եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այսինքն շեշտելով, որ մենք ուղին չի փոխվել, մենք նույն հետեւականությամբ ուզում ենք այս հարցին այսպես մոտենալ։ Տեսեք, ամենակարևորը, որպեսզի մենք հասկանանք հիմքը, մենք այդ նախ ես չգիտեմ ինչի սախեց որ Հայաստանի դաշտում տալիս են շրջանակային համաձայնագիր, բայց ինքը փոխըմբռնման հուշագիր է, էլի։ Նկատի ունես Իրանի հետ, այո։ Շատերը այդպես են կարծում, խաղաղության պայմանագիրը այնինչ ամենահրադադարը։ Չէ, ես ուղղակի չեմ հասկանում, որտեղ ամբողջ ամերիկյան մամուլը դա ասում է որպես փոխըմբռնման հուշագիր։ Չգիտեմ ինչի Հայաստանը որոշել որ դա շրջանակային ինչ-որ համաձայնագիր է, ասենք չի դիվանագիր չեմ կարող նույն բանն ես չեմ հասկանում, բայց նույն բան չէ, էլի ամեն դեպքում, հա։ Որ կարդում ես, ընդ որում լուրջ լրատվականներին կարդում ես, ասենք եւ այլն։ Լավ, մի խոսքով, չգիտեմ։ Հիմա ամենամեծ գաղտնիքը ինչա է այնտեղ, որովհետեւ այնտեղ G7-ն են խոսում։ Հա, որովհետեւ G7-ի երկրները ասեցի, օրինակ Կանադայի վարչապետը ասեց, ես տեսել եմ այդ պայմանագիրը։ CNN-ի լրագրողը հարցեց արդյոք ցես ցույց է տվել Թրամփը, ասեց դե մենք էլ աղբյուրներ ունենք, բան եւ այլն։ Հիմա իմ կարծիքով, քանի որ երկրները պետք է աջակցեն եւ ըստ էության ակնհայտ դարձավ, որ Թրամփը իդեպ այդ մասով էլ ակնարկեց Մայք Քարնին, որ Ուկրաինայի հարցը կապվել է Իրանի հարցի հետ եւ Թրամփը օգնություն ըստ էության խնդրել, աջակցություն է խնդրել։ Մեկը ասում է մինապատ ականապատումից ազատելու Հորմուզի նեղուցը, որտեղ դա փաստորեն պարզվում է բավականին կարող է երկարատև ու տանջալից գործընթաց լինի, մինչև որ սեփականատերերը պատրաստ լինեն։ Լավ, իսկ Իրանը չունի այդ քարտեզը ականապատման։ Չէ, հա։ Բեկիչները բռնել են, որտեղ պատայի շպրտել են, հետ են գնացել իրանց այդ մաներ այդ մոտորանավակներով, Իրանը քարտեզ։ Չէ, տերորիստի պես գնացել են։ Ախր ընդհանրապես ունենում են, որպես իրենց նավերը գոնե չպայթեր այդ ականների վրա, այդ քարտեզով են շարժվում։ Չէ, իրանք տերորիստ երկիր են, մեկին նավի դեմը կդնեն, կասեն ձեռով բռնի CS:GO մենք նավից կկապեն դեմից կացերքով։ Չէ, ծեպով այդպես մի բան։ Հիմա, բայց ինչն է հետաքրքիր, Թրամփը սկզբից ասաց, որ եթե այդ համաձայնագիրը չաշխատի, մենք կվերադառնանք այնտեղից, որտեղ Ռումեր խսենք իրենց գլխին։ Այո։ Երեք խոսում էին G7-ի շրջանակում խոսում էին այսօր ասուլիս տվեցին, չէ՞ Թրամփը խոսած կանգնած էին հետևած Բեսենտին։ Բեսենտին հարցեց դու ստոկ մարքետից խելոք ես թե չէ։ Հասկանում ես թե չէ։ Հա, Բեսենտը ասեց, աճի ասեց ստոկ մարքետը քեզանից խելոք է, թե չէ, ասեց չէ նախագծվածի մի արա էլի, մի արա պետք չի ասենք եւ այլն։ Հիմա եւ մարդը բան արեց, հետարքի բան, ես ասում ինքը ստոկ մարքետը իր համար ամեն ինչ ասում է։ Հետարքի ասում է, երբ որ ես հայտարարում եմ, որ Իրանը պատերազմա, ասենք եւ ռումբերեր նետվում, ասում եմ ստոկ մարքետը միանգամից իջնում էր, տրամադրություններ են գնում էր։ Հենց ասում եմ հայտարարում եմ, որ խաղաղությունը բարձրանում էր, ասում եմ ստոկ մարքետը խելոք է եւ այլն։ Իրանման։ Հա։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ պետք է հասկանալ այդ մանկական մտածելակերպը իհարկե։ Ինձ թվում է ինքը խաղում է ուղղակի, ինքը ժամանակ Իրանի քեզ։ Ես բան չեմ անում, ես սա չեմ վիճում, հա դե որտեղ բակոցում ենք, բարը իջնում է, բանը որտեղ ինձ ստակ մարքետը ուղղակիորեն նայում է պատերազմի։ Բայց ինձ թվում է իր ընկերները այտենց լավ ընկերություններ, ինձ թվում է իրեն բացատրած չեմ կարծում ինքը նոր է իմանում։ Իսկ լավ գումար է։ Մենակ բացատրելով մարդիկ հասկանային, ես Չէ, ինձ թվում է այս ստոկ այս հայտարարությունները իրա որ ասում է։ Եթե ինքը ստակ մարքետից հասկանար 6 անգամ բանկրապսի չէր հայտարարի։ Կազինոն, որ ոչ մեկը բանկրապտ չի գնացել, մենակ ինքն է իր կազինոյով, որ նվիրած կազինոն բանկրապսի հարցեր։ Ընդունում եմ, բայց իմ կարծիքով հիմա այս պարագայում իրանք լավ գումար աշխատեցին այդ Թրամփ-կոինների վրա, այս հայտարարությունների վրա, ինձ թվում է իրանք ընկերներով։ Այդ մեկին բարբեր։ Հա, լավ գումար աշխատեցին, դրա համար նաև այդ դիվանագիտությունը, որ ինքը վարում է, ինքը այսպես կատես դիվանագիտական տերմին, որ տանջում ես այդ ոճերն է, որ ինքան էս հոգնեցնում հակառակորդին այդ
պակասող հայտարարություններ, որ հակառակը դա գործարկի է։ Հիմա խնդիրը հետեւյալն է, փաստորեն Ուկրաինայի հարցով այսպիսի մի հետաքրքիր բան կա, իդեպ շատ կարևոր հարց է, որ դուք մեզ օգնում եք Հորմուզի նեղուցի, միտեղ ասում է ականապատման հարցով, միտեղ եւ ականազերծման, եւ մյուստեղ էլ ազատ երթևեկությունը ապահովելու հարցով եվրոպացիները օգնում են, եւ Թրամփը խոստանում է աջակցել եվրոպացիներին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Եվ իդեպ Ուկրաինայի մասով խոսույթը փոխվեց, կշարունակենք բանից հետո։ Գովազդ վերադառնանք կշարունակենք զրույցը։ Սեյֆը այսօր էլի լցնելու են։ Խոշորա լինելու։ Որ բռնվեն։ Չենք բռնվի մի կռա։ Շատ հավանեցի ֆիլմ, շատ հաճելի էր, շատ ուրախ եմ, որ այսպիսի որակով ֆիլմ նկարահանվեց։ Մարդից ասած, մի օր կինո են նկարելու այդ պատմության մասին։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը, եթերում է արդեն նորություններն են եւ մեր հյուր չէ։ Ժամն է արդեն Արմեն Չիբոկյանի վերլուծություններին։ Այո։ Խոսում ենք G7-ից եւ նրա Այո, արդյունքներից։ եւ այսպես հիմա պետք է որքան հասկանում ենք, հիմա գլխավոր հարցը այդ Տրամպը ասեց պայմանագիրը կա, այսինքն համաձայնությունը կհրապարակվի գուցե ստորագրումից մի փոքր հետո, բայց բոլորը փորձում են գուշակել։ CNN-ը ասեց մենք տեսել ենք, կոպին ենք ճարել, չգիտեմ եւ այլն։ Մարկ Քարնին ասեց տեսել ենք, բայց մեկը բաներ կա, որ հերկվում է, օրինակ անդադ խոսում է 300 միլիարդանոց ֆոնդի մասին, Տրամպը մեկ Բայց Թրամփն էլ ասեց, ի վերջո ասեց ժամանակի ընթացքում մենք պետք է ասեց այդ բանը վերադառնալ։ Բայց այդ խնդիրը նույնիսկ որ ասեց մենք ոչ մի կոպեկ չենք դնելու դրա մեջ, այսինքն Միացյալ Նահանգները դրան չի մասնակցել, արաբական երկրները ծախսում են, թող ծախսեն, ասի կոպիտ ասած։ Այդ մի բան վստահաբար գիտեմ, որ էջուկես է։ Վենսը ասեց, որ էջուկես է ջանոց ամեն ինչ։ Այո։ Կհրապարակվի կտեսնենք, որտեղ հիմա այնքան են սպեկուլյացիաները, օրինակ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, ել չի խոսում են, որ մինչև 3 Այդ ասում են, որ 60 օր ունեն բան անելու։ Մինչև ասում են 3.5% կարան հարստացնեն, թե ինչքան, բայց եթե պետք է ասում եմ մոնտաժեն այդ ամեն ինչը հանեն, տանեն, ոնց են անելու, որ 3.5% եթե արեցին, հետո կամաց կսկսեն նույն տեմպերով գնալ, հատկապես ձեռներն էլ փող կա։ Մի բան կա այս պայդրության, որ CNN-ը հիմնականում այսպես ասում շեշտեց, որ ուրեմն ասեց չկա պայմանագրի մեջ մի կերպ մեծ տեսածի մեջ, չկա մի տեղ, որտեղ Միացյալ Նահանգները գնում է ներս եւ ապա մոնտաժում։ Այո, այդ մասին խոսք չկա։ Բայց իմ կարծիքով մի քիչ սպեկուլյացիաներ են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, որովհետեւ իմ կարծում եմ, որ այդ հիմնական հենց 60 օրվա բանակցությունները հենց Իրանի միջուկային ծրագրի հետ կապված են։ Այսինքն կոնկրետ այս պետք է սպասել ու հասկանալ կարևորը Ռուսաստանի եւ ուրեմն հիմա Տրամպը տեսնում է ուշադրություն շեղեց դեպի Իրանից այս պահի դրությամբ։ Մեկ էլ մի հետաքրքիր բան, իդեպ ես կասկած ունեի եւ կարծես թե դա իրականանում է, քանի որ դեմ ընտրությունները Տրամպի, քանի որ տեսակ հիմա ահագին մոտ $1, եթե այսպես ասենք, գալոնի մեջ լավ, մինչեւ $1, այսպես ասեմ, ընկել է այստեղ բենզինի գները, ենթադրում եմ, որ Իրան ընտրություններից առաջ պետքա ցածր գին։ Իհարկե։ Ենթադրելու չի Եվ նաև ֆուտբոլի աշխարհի առողջության ժամանակ պետքա որ ուրեմն ոչ մի բան տեղի չունենա։ Իդեպ ես հետաքրքրվեցի, չգիտեմ, լավ այսօր Հայաստանից չենք հասցնի, խոսենք կարևոր բան այն օրը որ ասել ենք, ֆուտբոլի աշխարհի առողջության հետ կապված բավական մեծ սպեկուլյացիաներ եղել այդ տոմսերի հետ կապված։ Ուրեմն ինչա պարզվում, շատ տոմսեր երկրորդ անգամ են վաճառվում։ Սպեկուլյանտները վերցրել են կամ որտեղ ամեն մեկին մի հատ է հասնում։ Ծախվել է մի անգամ այդ տոմսերը, վերցրել են այդ տոմսերը, որ երկրորդ անգամ ծախեն, երկրորդ անգամ չի ծախվել։ Մյուս կողմից նաև FIFA-ի վրա գործ կա, որ հիմա կարծում հետաքննություն կարող է սկսվի, երբ որ FIFA-ն այդ Ինֆանտինոն դրա համար էր գնում գալիս տես Թրամփին, FIFA-ն անհավանական բարձր գներ է դրել տոմսերի, շատ անհավանական, որը ընդհանրապես խելքին մոտ չի։ Եվ դրա պատճառով այն խաղերը, որոնք նախնական փուլում են, նախնական փուլից հետո բոլոր խաղերը 100% վաճառված է,
այն խաղերը, որոնք նախնական փուլում են, այդ խաղերը, որոնք ասենք տպավորություննակ Ալժիր, Հորդանան, ենթադրենք, հա, այդ խաղի վրա տոմսը ասենք դեռևս շատ ազատ տոմսեր կան։ Եվ այստեղ էլ հետաքննություն անում, ով է որոշ այդ տոմսերի գինը, ինչի է այդքան բարձր դրվել եւ այլն։ Ուղղակի այստեղ մի քանի հետաքրքիր բաներ կա։ Դե որ FIFA-ն կոռումպացված Բայց քանի որ այս տարի ամենաշատ խաղերն է երբևիցե որևէ աշխարհի ժամանակ 16 թիմ ավել է մասնակցում Այո, հասնես ասում որ եկամուտներն էլ միևնույն աննախադեպ է լինելու, քան նախորդ տարիների ընթացքում։ Դրա համար այստեղ Տրամպը, այսպես համ իր մարքեթի համար է մտածում, ստոկ մարքեթի համար, համ տնտեսության, համ էր ամենակարևոր ընտրությունների։ Բայց մի բան, ասեց 60 օրից հետո պայմանագրի մեջ կետ կա, որ եւս 60 օր կարող է երկարաձգվել։ Եվ հենց այստեղ ես դա գուշակեցի միջոցից էի կանխատեսում, որ ինքը կսպասի ընտրությունները ավարտվի, եթե իհարկե Իրանը չփորձի Թրամփին, այսպես ասում է, բշտել, դե հա, որովհետև վերջի պահին կարող են մի բան անի, ասենք, ընտրությունից առաջ Հորմուզի նեղություններից փակի։ Հենց իմ կարծիքով ամենակարևոր կետին եկանք, այնց էստեղ է, որ Թրամփը անհանգստանում է։ Ինչու՞, որովհետև ունի, որովհետև դեմոկրատներն արդեն ասում են, եթե մենք մեծամասնություն կազմեցինք երկու պալատներում, առաջին գործը որ մենք անում ենք, իմպիչմենտը սկսել։ Եվ այստեղ ինչն է հետաքրքիր, տեսեք, եթե Հորմուզի նեղուցում այդ պահին չեղավ մի հատ միջազգային կոալիցիա, հասկանում եք ինչա կատարում։ Էսա ինքը եվրոպացիների կարիքը չունի, ասում են, ես չունեմ ձեր կարիքը, հիշում եք։ Բայց ինչի է եկե հիմա տես, ասել է Ուկրաինայի հարցով կօգնել, որովհետև ինքը անհանգստանում է, որ եթե ընտրությունների ժամանակ հանկարծ Իրանը որոշի, որ եթե մի քանի երկրներ եղան եվրոպական եւ այլն, Իրանի համար դժվար կլինի գնալ այդպիսի խուլիգանության, հա, բոլորին խփել, այսպես բոլորին, որովհետև նրանք ստիպված կլինեն արդեն բոլորով պատասխանել, հա։ Դրա համար Թրամփին պետքա մեծ կոալիցիա այդ Հորմուզի նեղություն, որպեսզի մինչև ընտրությունները այդպիսի բան չլինի, բայց այստեղ մի բան ինչքան ավելի կներես խելացի որ այդ կոալիցիան կազմել մինչև հարձակվել է։ Ինչ որ մի ձևով պայմանավորվել, խոսեն եւ այլն։ Բայց չունեմ ես Եվրոպայի, բայց էլի լավ է ինչու, որովհետեւ տեսեք, հիմա Զելենսկին, քանի որ ուկրաինացիները ֆանտաստիկ գործ, տեսակ Մոսկվայի էմպեզեն ինչ արեցին, այդ նավթավերամշակումը։ Ռուսաստանում արդեն, ասում եմ, Ռուսաստանում արդեն Սանկտ Պետերբուրգ, արդեն խոշոր քաղաքներում Մոսկվայում բան տեսա։ Բենզինի տալոնով, այո, բենզինի կիլոմետրով կամ կիլոմետր, հիմա այս հարվածից հետո Մոսկվայում է կսկսի եւ նաեւ այդ ուկրաինական հնարավորությունների կտրուկ աճի հետ կապված, ասում են Տրամպը համոզվել է, որ Պուտինը չի կարողանում հաղթի, չնայած ձևական Սին եւ Պուտինի շնորհակալություն հայտնեց Իրանի հետ կապված, բայց ամեն դեպքում ասեց մենք հեսա սանկցիաներին կմիանանք, այս նավթը կարգավորի կվերականգնենք Պուտինի վրա պատժամիջոցները եւ նաեւ մի բան էլ ասեմ կարեւոր, որ ըստ էության կարևոր պայմանագիր են կարծես թե համաձայնեցրել եվրոպացիների հետ, որ պետքա Ուկրաինային շարունակի տրվել այդ հերահար հրթիռների, հերահար հնարավորությունները մեծացվի Ուկրաինայի, պետրիոտների հրթիռների հարցն է կարծես թե այնտեղ շամնադժվար հարցն է, բայց ամենակարևորը այդ կարողությունների զարգացումը հենց Ուկրաինայում, այսինքն Ուկրաինայի հետ համատեղ նույն պետրիոտի հրթիռների արտադրությունը Ուկրաինայում եւ եվրոպական մի շարք ընկերություններ այդպիսի որոշում են կայացրել, որ պետքա, որտեղ տեսան, որ Ուկրաինան ներսում ավելի հաջող է այդ ամեն ինչը անում։ Եվ իդեպ ես կարծում եմ, որ սա կարող է ընդհանրապես խաղափոխի այն ռուսամոլիկներին Հայաստանի, որ հիմա ահավոր է Պուտինի վիճակը, տեսնում եք խայտարակ բաներ է կատարվում։ Այն շուկան, որ ուզում էիք վերցնեիք ռուսական տենց լացում եք, ասում եք 100 միլիոն ծաղիկ ենք ծախել։ Ժողովուրդ ջան, դե տենց չի, սա շուտով չեք կանալու 10 ծաղիկ ծախեք այդ շուկայում։ Մի քիչ կոպիտ եմ ասում իհարկե, բայց Արմեն, մեզ ժամանակը արդեն սպառվել է, շատ արագ հարց։ Երբ է շնորհավորելու Պուտինը Փաշինյանին։ Երբ որ ինքը ռուսները լավ, այսքան Հայաստանից մի փոքր խոսենք, երբ որ Պուտինը տեսակ կոպիրկինների միջոցով գործարք է առաջարկում, մենք այդ մասին չխոսացինք, նա ինչ է ասում է Հայաստանը պիտի պարտավորություն վերցնի, որ ինքը միայն արևմուտքի ուրեմն հետ չի բանանելու։ Մեր հետ է, այսինքն կանենք ինչու՞ չէ որ։ Չէ, այդ խոսք, այդ գիտեք իրանց ոչն է դա, իրանք միշտ տենց ասում են, այսինքն նշանակում է, որ դա նշանակում է թարգմանեմ Լավրովերենից հայերեն, Զիաբուծարանը այդպես տեքստեր է տարածում, որ հետո այսպեսի բան ասի, որ եթե դուք մեզ չհավաստիացնեք, որ դուք արևմուտք չեք գնալու, ընդհանրապես մեր շահերը պետքա պաշտպանեք տարածաշրջանում, իսկ իրանք ուզում են ուղղակի փայ մտնեն թրիփի մեջ, դա հնարավոր չի։ Հնարավոր չի դա։ Այսինքն ինչ որ մի ձև, ինչ որ հավատարմության երթում են ուզում, ինչ որ չգիտեմ ինչ են ուզում եւ այլն, նոր Պուտինը հիմա փորձում է առևտուր անի, բայց մենք հիմա տեսնում ենք, որ հակառակը Փաշինյանի մոտ այլ հարցեր առաջանում, հետո այդ մասին եթե հաջողացնենք վաղը կամփոփենք Արուսյակի այդ շաբաթը։ Շնորհակալություն Արմեն, ստեսություն ձեզ, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։